Իմացավ 8 տարվա մեջ չեմ եղել ոչ մի անգամ, ասիված կլինի։ Հանրապես ոչ մեկը չի բարձր ճապաշտում։ Ինչ նկատում եք, որ ժամանակ ակտել։ Բոլոր ժամանակ։ Ինչ կա չկա, ոնց է։ Լավ, պարոն վարչապետ, դուք ոնց եք։ Ինչ բերք եք հավաքում։ Պամիդոր եք դրել։ Հիմա ոնց այդ իրան հետ կապված ինչ կարելի ասել։ Իրացում եղավ էլի լավից վատի, չնայած Որտեղ բերքը քիչ է։ շատ քիչ է։ Հեկտար դեմի ես ճիշտ չեմ հասկանում, որ ծիրան տենց խասյաթ ունի։ Մի տարի բերքատալի, մի քանի տարի դա։ Չէ, եղանակն էր, պարոն վարչապետ։ Ավելի անկեղծ եղանակը սրտալություն արեց։ Մի փոքր տենց ցուրտը բան արեց էլի։ Ինչերը սառեց։ Սառեց, հա։ Դեմի մենք մի կողմից հենց հա, բայց հիմա այս ասում են, որ անցած տարի 200 դրամ է, այս տարի 600 դրամ է, հա։ Կա 500, 600։ Այսինքն գինը բարձրացավ։ Գինը նորմալ է, պարոն վարչապետ։ Դե ժողովուրդ ջան, ամեն տարի երբ որ պրոբլեմ ա եղել, չենք կանգնել ձեր կողքը։ Հիմա չեմ ասում, ես իմիջ գներ ենք տվել, բայց այնց արել ենք, որ ճիշտ բալանս կանգնենք։ Խոսք չկա, ուղղակի իմ պարագայում։ Բայց ես ձեզ մի բան ասեմ, հիմա այս առիթը պետք է օգտագործենք նաև։ Մեր պետք է մտածենք, դուք էլ պետք է մեզ խորհուրդ տաք ոնց առաջ գնանք, որ այս ռոռոկման, գյուղատնտեսական տեխնոլոգիաների հարցում մի քիչ փոխվենք էլի։ Պարտադիր է, պարոն վարչապետ, մենք էլ ես ինքս հասկացել եմ, կաթիլային ռոռոկման որ անցնենք, համ ջուրը կխնայվի, համ բերքը ամեն ձևի ավելի լավ կլինի, շատ լավ կլինի։ Դե ինչքան հասկանում եմ, կաթիլայինի համար 0-ից տնկի է պետք դնել, որ ծառը սովորի այդ ռեժիմը։ Իմ ծառը չի կարող սովորի այդ ռեժիմը։ Այդ եմ ասում։ Պարոն վարչապետ ջան, մի խնդրանք ունենք ձեզ։ Ամենից Մեր դպրոցը 20 տարվա դպրոց է, գյուղի սարկած, բայց մենք սպորտ զալ չունենք, որ երեխաները Այդ մեր գործի անունը ինչ է այդ ենք անում, էլի զալ սարք։ խնդրանք Մենք շնորհակալ կլինենք վարչապետ ջան։ Բայց իհարկե չի, ժողովուրդ հիմա տեսեք առաջին 300 դպրոցի ծրագիրը ավարտել ենք, երկրորդ 309-ը պետք է սկսենք։ Բայց երկրորդ 300-ն է, որ մենք սկսում ենք, ոնց ենք սկսում։ Նայում ենք 1000 ներողություն, պարզավոր ձեր գյուղի համար ամենակարևորը ձեր գյուղն է։ Մեզ համար գյուղերի մեջ տարբերություն չկա։ Նայում ենք որն է ամենահրատապը, որն է ամենավատ վիճակը, որ է տանենք, բայց եթե դպրոցը ինքը շենքը նորմալ վիճակում է, երրորդ կարգի ուրեմն դպրոցը պետք է բանալի։ Մենակ սպորտ դպրոցի արջի, բայց այդ եմ ասում։ Պետք է դպրոցը ունենա իր դահլիճը։ Եթե վթարային է, այդ արդեն երրորդ կարգի վթարային 2010 թվականից այստեղ կրթահամալի թեմա կա, թե չկա։ Էդ էլ պետք է նայենք։ Երեխեքը նոր դպրոց կունենան, այդ հաստատ։ Շնորհակալ։ Ես ասում եմ, որ երեխեքը նոր դպրոց կունենան, բայց երեխեքը պետք է ունենան խաղահրապարակ, այդ միանշան է։ Ես ասում եմ, գյուղը պետք է որոշի իր առաջին 3 խնդրեմը որն է, սկսենք ամենաառաջինից կամ երրակից։ Մեկը լուծեցինք, մի հատ էլ, հետո լուծեցինք, մի հատ էլ, որ մենք կարողանանք աշխատենք, ժողովուրդ ջան։ Դրա համար եկեք կենտրոնանանք 3 խնդիրը որն է, 3 խնդիրը լուծենք, սկսենք ֆիքսենք, աշխատենք, մեկը դուրս կգա արանքից, այն մյուս ցուցակից մի հատը կգա առաջնահերթությունների ցանկ կմնա։ Էլի կլուծենք, 3-ն է կլուծենք, նոր 3 խնդիր կբերենք առաջ։ Այս ճիշտ մեթոդա, որ ճիշտ տեղ հասնենք, այդ հանգույցը կարողանանք քանդենք։ Սամետ հանդիսություններից հարուստ Հասկանալը անելիս պետք է հիմնավոր գործ անել, թե չէ, տենց հիսապարատիկ։ Շատ արագ ասեմ։ Բավ սևակում ինչ կա։ Սևակում երեխեք
Հիմա չեք աշխատում։ Աշխատում ենք։ Բոլոր հարմարությունները կամքված, բոլոր հարմարություններով, փոքր պետքարաններով։ This is